իրենց արած քայլերը մեր պետության դեմ շատ վտանգավոր են։ Ես միայն չեմ հասկանում, դա անում են հասկանալով, թե չհասկանալով, ուրիշ բան չեն կարողանում անել, որովհետև այսպիսի քայլեր նույնիսկ թշնամին չի անի մեր երկրի հանդեպ, ինչ իրենք են անում։ Ամբողջ երկիրը բևեռացրել, մարդիկ հայոյախառն ու երևի ով ինտերնետի մեջ տեսնում է ինչ է կատարվում։ Մեր գլխավոր նպատակը, առաջին նպատակը լինելու է համախմբել մեր ժողովրդին։ Ու ես վստահ եմ, բացի մեզանից, դա ոչ ոք չի կարողանալու անել։ Մեր ժողովրդին, մեր սփյուռքին հիշեցնել, որ իրենք ունեն տուն։ Օգտագործենք մեր սփյուռքի պոտենցիալը, հնարավորությունները, բռնեցին, գիծ քաշեցին, մեզ սփյուռք պետք չի, հանկարծ ոտքերդ Հայաստան չդնեք, մենք 10 միլիոնանոց ազգ ենք։ Հայաստանում ապրում են 3 միլիոնից քիչ մարդիկ։ 7 միլիոնը կտրված է իր հողից։ Մենք դա էլ ենք շատ արագ հետ բերելու։ Հայաստանը պետք է դառնա բոլոր հայերի տունը։ Այսինքն մենք թշնամություն չենք անելու ոչ մեկի հետ։ Բոլորը մեր ժողովուրդն են, ինչ որ մասը մոլորված են, ինչ որ մասը խաբված են, ինչ որ մասը վախեցած են, հասկանում եմ։ Բայց մենք իրավունք չունենք դրա վրա ուշադրություն դարձնենք։ Մենք պետք է մեր երկիրը սարքենք ամբողջ հայության տունը, օգտագործենք բոլորի պոտենցիալը, որ երկիր ունենանք, զարգացնենք երկիրը։ Կարող ենք ամեն օր սիրուն բառեր իհեճուկսեն օգտագործենք, բայց երկրին զարգացում է պետք, աղքատությունը վերացնենք։ Դուք պատկերացնում եք ամեն երկրորդ մարդը հացի խնդիր ունի։ Իրենց երեխաները սոված են քնում։ Դրա համար մենք առաջի հերթին հատուկ ծրագրեր ենք անում աղքատությունը վերացնելու, աշխատատեղերն էլ է դրա համար, որ աղքատությունը արագ վերացնենք։ Ծայրահեղ աղքատությունը մենք որոշել ենք չնայենք աշխատանք կա, չկա, դա պետք է շատ արագ։ 6 ամսվա ընթացքում ամենաշատը։ Մենք ծայրահեղ աղքատ ապրող մարդ Հայաստանում չպետք է ունենանք։ Դա ուղղակի մեր պատվի հարցն է, որ մարդը հաց առնելու փող չունի, ու դա հասնում է մոտ 20%։ Մենք ձեր կողքին ենք, ասված ես պահապան։ Բայց ես ուզում եմ, որ դուք շատ պինդ լինեք իմ կողքին, լոռեցու նման լինեք։